Փաշինյանը կարող է հանգիստ զանգել տիկին Գալյանին ու ասել. այսինչ դատավորը ինձ դուր չի գալիս, ունակը չեզոքացնի կարգապահական վարույթով։ Գալյանը դա անելու է ԲԴԽ միջոցով, իսկ ով է ԲԴԽ-ն, անկախ մարմին, որի ղեկավարը պաշտոնից ազատվում է Փաշինյանի SMS-ով, այսինքն Փաշինյանի գրպանի կառույց, նրա ղեկավարը նշանակվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը, այս կառույցի ղեկավարին Փաշինյանը նշանակում էր միայն նրա համար, որ Քոչարյանը հանկարծ իշխանության չգա։ Նիկոլ Փաշինյանը որ թիմի անդամին ուր ուզել նշանակել է, դրա համար էլ այսօր միջազգային ֆորումի բեմին իրենից գոհ ասում է, ինչը ուզենա կփոխի, որովհետև շուրջ բոլորը իրենք են, սահմանադրական փոփոխություններ կկարողանա նախաձեռնել, այո, իսկ ինչու ոչ, այդ հանձնաժողովը իրենք չեն լինելու, տեքստը իրենք չեն կազմելու, խորհրդանում չունե այնքան ձայն, որ սահմանադրական օրենքներ ընդունի, սահմանադրական դատարանի 9 հոգանոց ցանկը բացեք, կազմը նայեք, 3 անդամ ցույց տվեք, որ Նիկոլի մարդիկ չեն։ Կարող ենք մտածել, որ անկախ մարմիններում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ունի իր մարդիկ, այլ այդ կառույցները ամբողջությամբ ԿՊՖ-ֆիկացվել են։